Ռուսաստանը լսում եւ հաշվի է առնում ԱՄՆ-ի հայտարարությունները կապված Ուկրաինային Թոմահոք հրթիռների հնարավոր մատակարարման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողի հարցին ի պատասխան այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ից հաստատում է ստացել, որ Ուկրաինային Թոմահոք հրթիռներ չի մատակարարի։ Որևէ ծանուցում չի կարող լինել, մենք լսում եւ հաշվի ենք առնում հայտարարություններ, եւ դա է, ինչ մենք հաշվի ենք առնում, հայտարարել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ներկայումս աշխատանքային շփումներն ընթանում փորձագիտական մակարդակով, որտեղ կողմերը կարող են դիրքորոշումներ փոխանակել տարբեր հարցերի շուրջ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 15 ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ, հաղորդում է գերմանական ամսագիրը։ Հաղորդագրության համաձայն ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված 15 կործանիչների արժեքը կկազմի մոտավորապես 2,5 միլիարդ եվրո, 2,9 միլիարդ դոլար։ Բունդեսվերը ներկայումս պատվիրել է այս կործանիչների 35 մոդել, որոնցից առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին։ F-35-ը կփոխարինի հնացած Տորնադո կործանիչներին։ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել անդամ պետությունների կարողությունները, ստուգելու այն տանկերները, որոնք ըստ նրա կապված են Ռուսաստանի հետ, հաղորդում է Politico-ն, հղում անելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման համար պատրաստված փաստաթղթին։ Եվրամիությունը փնտրում է ուղիներ ամրապնդելու իր երկրների կարողությունները իրենց անձնակազմը ուղարկելու Ռուսաստանից Տվերային նավատորմին պատկանող նավերի վրա ստուգումների համար։ Նշվում է փաստաթղթում։ Հաղորդվում է, որ նման նավերը կարող են սպառնալիք ներկայացնել ԵՄ երկրների ծովային անվտանգության եւ շրջակա միջավայրի համար։ Ավելին, Ռուսաստանի հետ կապված տանկերները կարող են օգտագործվել որպես հարթակներ ԵՄ տարածքի դեմ հիբրիդային հարձակումների համար։ Երկար փորձերից հետո ի վերջո իրավապահներին հաջողվել է ձերբակալել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան դուրս են բերել քաղաքապետարանի ետնամուտքից, ըստ ամենայնի նրան տեղափոխում են Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը եւս քննիչների ուղեկցությամբ դուրս է բերվել քաղաքապետարանի շենքից։ Նրան նստեցրել են մեքենան ու տարել։ Իրավիճակը խիստ լարվել էր Գյումրու քաղաքապետարանի դիմաց։ Կարմիր բերետավորները գետին էին տապալում մարդկանց ու բերման ենթարկում։ Նշենք, որ ուժային կառույցների աշխատակիցները Առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 8 անձ է ձերբակալվել, նրանք մեղադրվում են կաշառք պահանջելու ու ստանալու մեջ։ Ուժայինները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար կոտրել են քաղաքապետարանի հետնամուտքի դռանապակիները, քանի որ չէին կարողացել բացել փակ դուռը։ Այդ դրվագը ֆիքսել են տեսախցիկները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները ոտքով հարվածելով փորձում բացել հետնամուտքի դուռը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում են չփչացնել հանրային գույքը, բայց ապարդյուն։ Գյումրու նախկին քաղաքապետ Սարիկ Մինասյանն անդրադարձել է ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը եւ նշել. «Անիրավների ճանապարհը խավարի նման է, նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում, թե ԲՔՊ ավականու անդամների ունեցածները հանենք, պահենք, որ վախեցնենք, թե չեն թողնի աշխատենք։ Ոչ շանտաժը, ոչ սուտ մատնությունը չեն կարող մեզ շեղել ազատ ինքնիշխան Հայաստանի կերտման ու զարգացող Գյումրի ստեղծելու գործընթացներից»։ Հին հայկական ասացվածքն ասում է. «Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում», նշել է իշխանական Սարիկ Մինասյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմի Պապ Լևոն 14-ի հետ հանդիպման։ Նշենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-ից 20-ն աշխատանքային այցով գտնվում է Սուրբ Աթոռում։ Այցի շրջանակում նախատեսված է Փաշինյանի եւ նորին սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-ի առանձնազրույցը։ Տեղի կունենա նաեւ Հայաստանի վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի Ուկրաինայի վերաբերյալ պայմանները Բուդապեշտի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է իսպանական El País թերթը։ Հեղինակները գրում են, որ Թրամփը կարող է առաջարկել շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների սառեցում Բուդապեշտի հանդիպման ժամանակ, սակայն ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման սցենարը անընդունելի է եւ չկա որևէ ցուցում, որ ներկայիս դիրքորոշումը կփոխվի։ Հրապարակում
հրապարակումը ընդգծում է, որ այս իրավիճակում Թրամփը շտապ պետք է գտնի նոր եղանակներ պահպանելու իր խաղաղապահ կերպարը, որը ձևավորվել է Գազայի հակամարտության հաջող կարգավորումից հետո։ Հենց այդ պատճառով էլ նա հնարավոր է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հրթիռների մատակարարում խոստանալուց անցնի դրանցից հրաժարվելուն։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Հունգարիայում հնարավոր հանդիպումը ազդանշան կուղարկի Եվրոպային, գրում է թուրքական Սաբահ թերթի սյունակագիր Նեբի Միշը։ Ըստ Միշի, Պուտինի եւ Թրամփի միջև հավանական հանդիպումը ցույց կտա, որ Ռուսաստանի լիակատար մեկուսացումը անհնար է։ Ավելին, Պուտինի հնարավոր այցը Բուդապեշտ ցույց կտա, որ նա հրաժարվում է կատարել միջազգային քրեական դատարանի որոշումը եւ անտեսում է Եվրամիության օդային տարածքում ռուսական ինքնաթիռների արգելքը։ Թրամփը քննարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ Զելենսկու եւ Թրամփի միջև ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի պահանջները չեն բավարարվել։ Թրամփը կարծում է, որ կրկին համոզել է Պուտինին վերադառնալ բանակցային գործընթացին, կիսվել է հեղինակը։ Նա հավելել է, որ Ուկրաինային Տոմահավք հրթիռների մատակարարումը կարող է խափանել բանակցային գործընթացը։ Կիևը պատրաստ է անօդաչու թռչող սարքեր հանձնել Վաշինգտոնին պայմանով, որ դրա դիմաց ստանա ամերիկյան հրթիռներ։ Այս մասին չեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Հաղորդում է Լենտակետրոն, ԱՄՆ-ն ունի մեծ արդյունաբերություն, բայց արդյունաբերությունն ինքն է ասում. մենք այսօր չունենք ձեր ուկրաինական փորձը եւ իհարկե ձեր անօդաչու թռչող սարքերը։ Լավագույն են, ասել է նա։ Նրա խոսքով Ուկրաինան պատրաստ է անօդաչու թռչող սարքեր վաճառել, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությունը։ Կիևը պատրաստ է նաև անօդաչու թռչող սարքեր հանձնել ամերիկյան արտադրության թևավոր հրթիռների դիմաց։ Ռուսաստանը կորցրել է Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ վաճառելու իր կարողությունը եւ այժմ Միացյալ Նահանգները լրացնում է այդ բացը եւ պլանավորում ներդրումներ կատարել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես մեջբերում է UN-ը։ Ամերիկացիները միևնույն է լիովին դուրս կմղեն ռուսական գազը Եվրոպայից։ Մենք պետք է հասկանանք, որ տարբեր համաձայնագրերի հակառակ Ռուսաստանը կորցրել է Եվրոպան ամերիկացիների համար, պնդել է Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինան նույնպես նպաստել է այս գործընթացին։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սերգեյ Լավրովն ու Մարկ Ռուբիոն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը եւ արևմուտքի ռազմական աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, նշելով, որ այդ թեմաները պարզապես չեն կարող անտեսվել։ Իհարկե կքննարկվի ինչպես հատուկ ռազմական գործողության թեման, այնպես էլ արևմուտքի այն գիծը, որով նրանք աջակցում են Ուկրաինային։ Սա մեզ չի կարող բավարարել, ասել է Ռյաբկովը, ընդգծելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ չի հայտարարվել, սակայն Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են ուղղված միջազգային ճգնաժամերի եւ անվտանգության հարցերի քննարկմանը։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը մինչև 2028 թվականը հրաժարվել ռուսական նավթից եւ գազից կարող է վտանգել իր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նա ընդգծել է, որ Բրյուսելը պետք է հաշվի առնի Հունգարիայի աշխարհագրական դիրքը, այլ ոչ միայն գլոբալ քաղաքական նկատառումները, գրում է Լենտակետրոն։ Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Բուդապեշտը կկորցնի հուսալի էներգամատակարարումը, նշել է Սիարտոն, ելույթ ունենալով Եվրամիության էներգետիկ խորհրդի նիստում։ Նրա խոսքով նման քայլը կդարձնի Հունգարիայի էներգահամակարգը խոցելի եւ կախված այլ անբարենպաստ աղբյուրներից։ Ավելի վաղ Եվրամիության խորհուրդը հոկտեմբերի 20-ին հաստատել էր ռուսական գազի ներկրման արգելքը, պահպանելով դրույթ, որը թույլ է տալիս ժամանակավոր հանել սահմանափակումը էներգետիկ անվտանգության խախտման դեպքում։ Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենն իր հերթին նշել էր, որ դեռևս ավելի քան 13% գազի ներկրումը Եվրամիությունում շարունակում է գալ Ռուսաստանից։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են։ Այսօր մատակարարման կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է, հայտնել է նա։ Խոսելով կանգառասրահների մասին, Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնվել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթ, մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում չվացուցակներով, ասել է Գրիգորյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ ներկայում 6 կանգառասրահում տեղադրված են չվացուցակով էկրաններ, մինչև տարեվերջ կունենանք 40-ը, նշել է քաղաքապետը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը կհամաձայնեցվի շաբաթվա վերջին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։ Ես սպասում եմ, որ 19-րդ փաթեթը կհամաձայնեցվի այս շաբաթ։ Ցավոք դա այսօր չի լինի, բայց բանակցությունները շարունակվում են, հայտնել է դիվանագիտության ղեկավարը։ Կալասը նշել է, որ փաթեթը կհամաձայնեցվի Եվրամիության գագաթնաժողովի համար, որը կկայանա 5 հոկտեմբերի 23-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նման պայմանավորվածություն կողմերը ձեռք են բերել հեռախոսազրույցի ընթացքում։ Խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիմա ճիշտ պահն է իրավիճակը տանել դեպի պատերազմի ավարտը։ Ամենակարևորն է լիարժեքորեն օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն եւ ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պատերազմը նախաձեռնող կողմի վրա ճնշում գործադրելը հանգուցալուծման բանալին է, հայտնել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին շփումները գործընկերների հետ։ Համաձայնեցինք հանդիպել մոտ ապագայում, եզրափակել է Ուկրաինայի նախագահը։ Եվրամիությունը սկսել է ակտիվ դիվերսիոն գործողություններ Բուդապեշտում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպումը խափանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 10-ին տված հարցազրույցում։ Եվրամիությունը եւ ագրեսիվ արևմտաեվրոպական հանրությունը դիմել են ակտիվ, ինչպես իրենք են նախընտրում ասել, դիվերսիոն գործողությունների։ Նրանք կրկին սկսել են հայտարարություններ անել, սկսել են սպառնալիքներ հնչեցնել եւ այլն, ասել է Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան տեսնում է, որ արևմտաեվրոպական հանրությունը սնվելով ամերիկյան ուլտրալիբերալների հայացքներով ցանկանում է խափանել ցանկացած խաղաղության ձգտում։ Այս գործողությունները նպատակ ունեն սրել հակամարտությունը, ինչպես դա արեցին 2022 թվականին։ Խաղաղության բանակցությունների խափանման դեպքում նշել է դիվանագետը։ Դժվար է ասել, թե որքանով են նրանք նույնիսկ հասկանում, թե ինչ են անում, հաշվի առնելով, թե որքան շատ ոչ մասնագետներ են ղեկավարում այս բոլոր արևմտաեվրոպական երկրները, ովքեր մասնագետներ չեն կրթության փորձով կամ մասնագիտությամբ, ասել է Զախարովան։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կցանկանար տեսնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ես կցանկանայի, որ Զելենսկին հանդիպեր Պուտինի հետ, քանի որ նրանք են, որ պետք է համաձայնության գան։ Այս հարցում ասել է նա Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, նշելով, որ Պուտինը շուտով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մնում է տեսնել, թե ինչ կստացվի այս հանդիպումից կարևոր է, որ Զելենսկին հանդիպի նաև Պուտինի հետ, քանի որ նրանք իրոք կարող են քննարկել, թե ինչ կարող են անել, հավելել է Կալասը։ Լուվրի թանգարանի դրսում գտնվող աշխատակիցները այցելուներին տեղեկացնում են, որ Լուվրը երկուշաբթի օրը հոկտեմբերի 20-ին ամբողջ օրը փակ կլինի, ի տարբերություն նախկինում հայտարարված ծրագրերի, որոնց համաձայն փակվելու էր միայն ցուցահանդեսի այն հատվածը, որտեղ տեղեր ունեցել գողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Ղեկավարությունը պարզապես որոշեց թանգարանը փակ պահել։ Այսօր հոկտեմբերի 20-ին այն բացելը գործնականում անիմաստ կլինի։ ՌԻԱ Նովոստին ասել է աշխատակիցներից մեկը։ Թանգարանի աշխատակիցները այդ առավոտյան թանգարանի բակում հավաքված բոլոր մարդկանց դուրս հանեցին տարածքից, ապա մոտեցողներին ասացին, որ թանգարանը փակ է։ Մի փոքր շփոթված մարդիկ դուրս եկան դարպասներից, որոնք անմիջապես փակվեցին։ Այնուհետև ճաղերի ետևում փակցվել է հայտարարություն։ Լուվրի թանգարանն այսօր հոկտեմբերի 20-ին փակ կլինի բացառիկ պատճառներով։ Այսօրվա օրվա բոլոր ամրագրումները կվերադարձվեն։ Շնորհակալություն ձեզ հասկացողության համար։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվների միջոցով վարկ տրամադրելու հարցը մոտենում է երջանիկ ավարտին։ Նրա խոսքերը մեջ բերել է The Guardian-ը։ Նախարարի խոսքով համաձայնության կարելի է հասնել մինչև 2025 թվականի վերջը։ Ամեն ինչ շատ պարզ է, կամ մենք կօգտագործենք ագրեսորի փողերը, կամ ստիպված կլինենք օգտագործել մեր սեփականը։ Մի հարցրեք, թե որն եմ նախընտրում, ասել է Սիկորսկին։ Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն Եմեն մտադիր է Ուկրաինային տրամադրել 140 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ, օգտագործելով Euroclear ֆինանսական գործակալությունում պահվող սառեցված ռուսական ակտիվները։ Վարկը կտրամադրվի այն պայմանով, որ Ռուսաստանը սառեցված ակտիվները կօգտագործի այսպես կոչված հակամարտության ավարտից հետո պատերազմական փոխհատուցումները փակելու համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհնար է արագորեն դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի զինված ուժերի զգալի գերազանցության պատճառով։ Նրա խոսքերը մեջբերել է RBC Ukraine-ը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ավելի քան 3 տարի բախվում են զգալիորեն ավելի հզոր թշնամու հետ։ Մենք կռվում ենք ռուսական բանակի դեմ։ Ահա թե ինչու է անհնար այս պատերազմն այդքան արագ ավարտել, ասել է Զելենսկին։ Այնուամենայնիվ NBC-ին ավելի վաղ տված հարցազրույցում նա ասել է, որ ռուսական բանակն այժմ թույլ դիրքում է, քանի որ վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 1%-ը։ Գիտնականները կանխատեսում են, որ արեգակնային բռնկումների ակտիվությունը լիովին կկայունանա հոկտեմբերի 20-ին։ Սրա մասին հաղորդվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի Telegram ալիքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տիեզերական եղանակը կբնութագրվի հանգիստ գեոմագնիսական միջավայրով, թույլ մնացորդային խանգարումների ցածր հավանականությամբ։ Բռնկումների ակտիվությունը մոտենում է լիակատար կայունացմանը, հավելել է ինստիտուտը։ Նախորդ օրը հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել նախավերջին M10-ի արեգակնային բռնկում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է մեղմացնել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, պայմանով, որ Պեկինը կփոխի իր մոտեցումը հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ եւ կվերականգնի ամերիկյան սոյայի նախկին գնման ծավալները, հաղորդում է TASS-ը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով դա կենթադրի մի քանի հիմնական հազվագյուտ մետաղների, այդ թվում սամարիումի, գադոլինիումի, տերբիումի, դիսպրոզիումի, լյուտեցիումի, սկանդիումի եւ իտրիումի արտահանման վերահսկողության վերացում։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանից փոխադարձ քայլեր է սպասում, քանի որ Վաշինգտոնը գոհ չէ Պեկինի ներկայիս քաղաքականությունից։ Ամեն ինչ նորմալ կլինի, ոչ մի բան չենք արել, գնում ենք, թող նայեն, ինչ ուզում է լինի, խնդիր չունենք, օրենքի տառը պաշտպանում ենք։ Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աշխատասենյակից դուրս գալուց հետո քաղաքացիներին դիմելիս։ Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ Վարդան Ղուկասյանը վերադարձել է իր աշխատասենյակ։ Նա դեռ իր աշխատասենյակում է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների Հայաստանի ոստիկանապետի հետ միասին փակված, ըստ ամենայնի ներսում քննչական գործողություններ են իրականացվում։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Գյումրի այսօրվա առավոտից ու 7 ժամ շարունակ քաղաքապետարանի շենքը շարունակում են շրջափակված պահել ԱԱԾ աշխատակիցները, պարալիզացրել են քաղաքապետարանի աշխատանքը եւ թույլ չեն տալիս քաղաքապետարանի շենք ելում ուտանել։ Նշենք նաեւ իրավիճակը սրվում է պարբերաբար ոստիկանական ճնշումներով։ Կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ անվարան սպառնում են քաղաքացիներին, նշելով, որ դիմադրությունը քրեորեն պատժելի արարք է։ Այնպես որ քաղաքապետին բերման ենթարկելու որոշումը չպետք է խոչընդոտել, բայց գյումրեցիները համառորեն շարունակում են կոշտ դիմադրություն ցույց տալ խիտ շարժումներով եւ թույլ չեն տալիս բերման ենթարկել մարտի 30-ին ընտրած քաղաքապետին։ Ոստիկանական մեծաքանակ զորք է պարբերաբար բերվում Գյումրու հրապարակ, հազարավոր բնակիչներ շրջափակել են հրապարակի մուտքերն ու քաղաքապետարանի շենքը եւ բացականչություններով քաջալերում են իրենց խոսքով ամենաուժեղ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում փաստական տվյալներ են ստացվել կաշառք գումար պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց, ներառյալ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եւ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենիկ Գասպարյանի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում հակահետևակային ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը 1967 թվականին ծնված Իգլար Շիրինովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պայթյունի պահին նա էքսկավատորով աշխատանքներ իրականացնելիս է եղել։ Շիրինովը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, նրա աջ ոտքը կրունկից անդամահատել են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնում է Ժնև, որտեղ հոկտեմբերի 21-ին կհանդիպի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Կարծում եմ, ստեղծած իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պարլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել, ասել է Սիմոնյանը։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է 44-օրյայի զեկույցին Ալեն Սիմոնյանի գնահատականի մասին։ Ժամկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողի հիշեցմանը, թե ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է նման գնահատական տվել զեկույցին, Քոչարյանը պատասխանել է. Հետո ինչ բան է ժամկետան զեկույց, այսինքն զեկույց չկա։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետ, բայց երբ որ վերցնում ես առողջ իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի արկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն ոնց այդ զեկույցը մեռավ, չէ որ այդ զեկույցի հիմքում նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը, այսինքն վերհանել բոլոր այն խնդիրները, որոնց արկայության պարագայում մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն, նշել է Անդրանիկ Քոչարյանը։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը հասել է 44-ի, հայտնում է Ալ-Մայադին հեռուստաալիքը, հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։ Ամենաշատ զոհերի թիվը գրանցվել է Նուսեյրաթի եւ Էլ-Բրեյջի փախստականների ճամբարներում, որտեղ զոհվել է 18 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը։ Բոլորը տեղափոխվել են Ալ-Աուդա հիվանդանոց։ Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը հարձակվել են անկլավի մոտ 100 թիրախի վրա, իսկ Խան Յունիսի եւ Ռաֆայի հարավային շրջանները ենթարկվել են ինտենսիվ ավիահարվածների եւ հրետակոծությունների, որտեղ արմատական Համաս շարժման զինյալները խախտել են հրադադարը։ Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Գազայի հատվածում զոհվել է 51 մարդ, վիրավորվել ավելի քան 150-ը։ Գազայի իշխանությունները մեղադրել են Իսրայելին 8 օրվա ընթացքում հրադադարը 47 անգամ խախտելու մեջ։ Եվրամիության երկրները դեռևս չեն հասել փոխզիջման, այսպես կոչված փոխհատուցման վարկային սխեմայի շրջանակներում ռուս ակտիվների բռնագրավման վերաբերյալ, սակայն նրանք ակնկալում են առաջընթացի հասնել հոկտեմբերի 23-ից 24-ի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ Մենք առաջարկեցինք փոխհատուցման վարկ, մենք առաջընթաց են գրանցել, բայց դեռ այնտեղ չենք։ Հուսով եմ գագաթնաժողովում ավելի շատ առաջընթաց կլինի, ասել է Կալասը։ Նա ընդունել է այս հարցի շուրջ լուրջ տարաձայնությունների առկայությունը, ընդգծելով, որ սա պահանջում է փոխզիջում եւ որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է Բելգիայի համար համերաշխության միջոցառումների վրա Եվրամիության երկրների միջև ֆինանսական ռիսկերը կիսելու համար։ Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը մտադիր չէ արգրավել արևմուտքում գտնվող ռուսական սառեցված ակտիվները, այլ դրանք օգտագործի Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները պետք է Գազայի հատվածում ստեղծեն անվտանգության ենթակառուցվածք Պաղեստինյան արմատական շարժման Համասի զինաթափման վերահսկողությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Համասի զինաթափումը համարում է Գազայի խաղաղության համաձայնագրի կարևոր մասը։ Մեր Պարսից ծոցի դաշնակիցները դեռևս ունեն անվտանգության ենթակառուցվածքներ Համասի զինաթափումն ապահովելու համար, ըստ France Press գործակալության, ասել է Վենսը, կոչ անելով այդ երկրներին արագացնել համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրենց ջանքերը։ Ավելի վաղ պետական հեռարձակող Կանը հայտնել էր, որ Վենսը եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիտկովը այս շաբաթ այցել են Իսրայել։ Գերմանիան պլանավորում է Միացյալ Նահանգներից գնել եւս 15 F-35 կործանիչ, մոտավորապես 2.5 միլիարդ եվրոյի դիմաց, հաղորդում է Der Spiegel ամսագիրը, հղում անելով փաստաթղթերին։ Բունդեսվերի ռազմաօդային ուժերն արդեն շահագործում են այս մոդելի 35 ինքնաթիռ, սակայն Բերլինը պնդում է, որ անհրաժեշտ է ընդլայնել իր ավիապարկը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ռազմաօդային ուժերի ՆԱՏՕ-ի նոր պահանջները բավարարելու համար։ Հոկտեմբերի 8-ին Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հաստատեց Պաշտպանության նախարարության մի քանի գնումների նախագծեր ավելի քան 7 միլիարդ եվրո արժողությամբ։ Մասնավորապես գործարքը վերաբերում էր 3.75 միլիարդ եվրո արժողությամբ Եվրոֆիղտեր կործանիչների գնմանը։ Մատակարարումները սպասվում են 2031-ից 2034 թվականների միջև։ Գնվող կործանիչների քանակը չի նշվել, սակայն Der Spiegel-ը հայտնել է, որ խոսքը 20 ինքնաթիռի մասին է։
Գազայի հակամարտության հարցերով ԱՄՆ դեսպան Ստիվ Ուիթկովը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները հոկտեմբերի 25-ը ժամանեն Իսրայել Գազայի համաձայնագիրը պահպանելու համար։ Հաղորդում է իսրայելական պետական հեռարձակող կանը։ Ամերիկացի ներկայացուցիչների այցը տեղի կունենա Պաղեստինյան անկլավում հրադադարի խախտման գրանցված ֆոնին։ Ստիվ Ուիթկովը եւ Ջարեդ Քուշները հոկտեմբերի 25-ը կմեկնեն Իսրայել համաձայնագիրը փրկելու փորձ կատարելու համար, ասվում է կանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ պետական հեռարձակողը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հաջորդ շաբաթ նույնպես կայցելի Իսրայել։ Արքայազն Էնդրյուին կարգելվի մասնակցել թագավորական որևէ միջոցառման, այդ թվում թագադրումների եւ պետական արարողությունների։ The Times-ի հաղորդմամբ այս որոշումը կայացվել է Չարլզ III թագավորի եւ արքայազն Ուիլյամի միջև խորհրդակցություններից հետո, հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի շուրջ շարունակվող սկանդալի ֆոնին։ Բուքինգեմյան պալատը հայտարարել է, որ Էնդրյուն այլևս չի օգտագործի Յորքի դուքսի իր տիտղոսը, քանի որ շարունակվող մեղադրանքները շեղում են ուշադրությունը նորին մեծության եւ թագավոր ընտանիքի աշխատանքից։ Ըստ պալատին մոտ կանգնած աղբյուրի որոշումը փորձ էր հստակ գիծ քաշելու եւ միապետության հեղինակությունը ռիսկերից պաշտպանելու համար։ Ավելի վաղ Չարլզ III թագավորի եղբայրը հայտարարել էր, որ ինքը հրաժարվել է Յորքի դուքսի տիտղոսից եւ դրա հետ կապված բոլոր պատիվներից։ Որոշումը կայացվել է Էփշտեյնի հետ նրա կապերի մասին նոր հաղորդագրություններից հետո։ Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող Ազալ ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարել Պուլկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Վերադարձի որոշումը կայացվել է վայրեջքի մեխանիզմի անսարքության պատճառով, հայտնել է ընկերությունը։ Վայրեջքի ժամանակ ինքնաթիռը մի փոքր դուրս է եկել թռիչքուղուց։ Ինքնաթիռում եղել է 155 ուղևոր, տուժածներ չկան։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է տարածքների շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին, հիմնվելով շփման ներկայիս գծի վրա, եւ ընդգծել է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Մենք պետք է ավարտենք այս պատերազմը եւ սկսենք այս ավարտը այնտեղից, որտեղ տեղակայված են զորքերը, շփման գծից, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը բարձրացրել է Ուկրաինայի մասնակցության հարցը Բուդապեշտում ամերիկացի առաջնորդի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք բանակցություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի առաջնորդի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, որը երրորդն էր 2025 թվականի սկզբից ի վեր։ Բանակցություններից առաջ Սպիտակ տան գործող նախագահը երկար հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են հանդիպել Բուդապեշտում։ Այս ֆոնին Ուկրաինայի մտահոգություններ են առաջացել, որ Թրամփ-Պուտին բանակցությունները կարող են ազդել Կիևին ռազմական օգնության վերաբերյալ ԱՄՆ որոշումների վրա։ Դիմակավորված հատուկ ջոկատայինները Գյումրու քաղաքապետարանում գործողություններ են իրականացրել։ Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ։ Այս մասին Եվրամեդիա 24-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, որ օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ հաջողություն մաղթել նորանշանակ պաշտոնյային։ Նշենք, որ Տիգրան Գաբրիելյանը մինչ այդ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր։ Համբարձում Մաթևոսյանի ՇՄ նախարար նշանակվելուց հետո միակ փոխնախարարը, որ չվերանշանակվեց իր պաշտոնում, Տիգրան Գաբրիելյանն էր եւ 2 ամիս անց նշանակվեց վարչական շրջանի ղեկավար։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը 24-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ից 3-ը, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ից 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ից 3-ը կնվազի 2-ից 3 աստիճանով, հոկտեմբերի 22-ից 3-ը նույնքան կբարձրանա։